Հրապարակ թերթը գրում է Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո թերթի տեղեկություններով ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում։ Պաշտոնական Մոսկվան հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ եւ անցել է գործնական քայլերի։ Մասնավորապես Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան։ Երեք արդեն խոսում են, որ դադարեցվել է Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում։ Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել persona non grata կարգավիճակում։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով ամիսներ շարունակ գովազդված քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական ընտրությունները իրականում ընդամենը ձևական ծես է եղել հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։ Ասում է, թե քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին, թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մեկ կենտրոնից, անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, հատիկ առ հատիկ ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Գևորգ Մելիքյանը, օժականցի Գևորիկը։ Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են օժականցի Գևորիկը եւ մեկ այլ օրենքով գող Սամվել Հասանյանը, Մանգո Մակամբամբ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է անցած ամռանը Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը Արմեն Ավինյանին։ Սակայն Ավինյանի հայրը առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Թերթի տեղեկություններով ամիսներ տևած դատաքննությունից հետո օրեր առաջ վերաքննիչը դատավոր Նարեկ Գաբրելյանի նախագահությամբ ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը։ Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ Ստացվում է, որ կարմիր գծերի գումարը պիտի 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա կայնից տեղ։ Իր գեղի օպելով արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է եւ գտնում, որ այստեղ որևէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադես դատարանները բեկանում են հօգուտ իշխանությունների։ Գրում է թերթը։